Մի բան էլ ավելացնեմ, պարոն վարչապետ, այդ քննադատությունները ուղղակի անբովանդակ են, ասեմ ինչի, որովհետև միևնույնն է տրադիցիոն առևտրի ձևը փոխվել է, ու փոխվելու է շատ ավելի արագ, քան մեր սպասումներն են։ Լավ է, որ մենք սենց միջոցառում ենք իրականացրել, որովհետև այդ վերլուծությունները անկանխիկի ավելացման զգալի մասը ինտերնետ առևտուրն է տարել իրականության մեջ։ Մենք սկզբնական դիզայնում մտածում էինք, որ կենսաթոշակառուները մեր հարգարժան պետքա պոստտերմինալով առևտուր արեն, տեսանք, որ ինտերնետով է առևտուր արվում։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ ամեն դեպքում այս ձևով մարդը հնարավորություն է ստանում ապրանք եւ ծառայությունը ստանալ տանը, խնայելով ժամանակ եւ ծախս առևտրի սրահ գնալու համար։ Եվ այս իմաստով ինքը շատ բնական եւ համահունչ է, որովհետեւ որքան էլ որ մենք փորձենք հին առևտրի կանոնների հիման վրա դատողություններ անել, միևնույնն է ճիշտ է այն է, ինչ որ մենք անում ենք, որովհետեւ դա սինխրոն է նաեւ ինտերնետ առևտրի հետ։ Իսկ ինտերնետ առևտուրը որքան էլ որ մենք մտածենք, որ թոշակառուները այդ գործիքը կազմից չեն օգտվում, այդպես չի։ Եվ մենք հերթական անգամ կխնդրենք պարոն Մկրտչյանը բացված կներկայացնի կառավարության նիստում, այսինքն այդ անկանխիկը ոնց է ծախսվել, կտեսնեք, որ զգալի մասը կլանում է ինտերնետ առևտուրը եւ դա շարունակվելու է։ Եվ այս իմաստով ես կարծում եմ, այս բարեփոխումը ոչ թե տեխնիկա է, քեշբեքի, այլ պարզ թոշակի բարձրացում է, որովհետեւ ուզենք թե չուզենք, միևնույնն է այդ ծախսերի զգալի մասը իրականացվելու է անկանխիկ, իսկ վաղը մյուս օրը բացառապես ինտերնետում, որտեղ հնարավոր չի կանխիկ անել։ Եթե իհարկե մեր համայնքը չգտնի ինտերնետին կանխիկով գումար վճարելու, բայց ոնց որ թե այդպես բան հələ չկա եւ չի սպասվում։ Պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ, բայց ես ուզում եմ ասել, որ ես երբեմն իհարկե հաճախ հետահայաց մեզ մեղադրում են վճռականության պակասի մեջ, որովհետև ժամանակը գալիս դա է ապացուցում։ Ես հիշում եմ, որ թոշակի անկանխիկով թոշակ ստանալը ինչքան քննարկումների տեղիք տվեց, ինչքան դիմադրության տեղիք տվեց, այն ժամանակ մենք ասում են թոշակառուն ոնց է քարտից օգտվելու, ես էլ փաստարկ եի բերում, ասում եմ ես գնում եմ հեռավոր մի գյուղ, տենում եմ համակարգիչ դրած տատիկի կամ պապիկի դեմը համակարգիչ բաց է, ասում եմ տատիկ պապիկ, այս համակարգիչը ինչի համար, ասում են թորներից հետ են խոսում Skype-ով կամ չգիտեմ ինչ։ Եթե տատիկ պապիկը կարան թորների հետ Skype-ով խոսան, ինչու համակարգչային այլ գործողություններ չեն կարող անել։ Հիմա ես ուզում եմ ձեզ մի դեպք պատմել, որը կապված է այս դահլիճում տեղի ունեցած մեր քննարկումների հետ։ Ես հիշում եմ, երբ որ ես էլ պնդում էի, ասում էի, որ բոլոր թոշակները պետքա տալ անկանխիկ եղանակով։ Եկան տեղեկանքներ, որ 70 թե 75-ից թե 80 տարեկանից բարձրներին չի կարելի բան անել, անկանխիկ տալ, իրանց պետքա կանխիկ տալ, որովհետև չեն կարող ստանալ, դե լավ ասցի, այսքան մեր հարգելի փորձագետները այսքան գրում են, ես էլ լսում եմ այդ կարծիքը։ Ես վերջերս ստանում եմ քաղաքացուց նամակ։ Գրում է 85 տարեկան մի թոշակառու, ընդ որում ձեռագիր է գրած, սկանարած, այդ ուղարկած։ Եմ ուղարկում թորնիկից չեն տալիս թոշակը, ասում են ինքը պետք է գա, տեղեկանք պետք է բերի, էս պետք է բերի, այն պետք է բերի, այդ նամակը վերահասցեագրել եմ, չէ, նախարարին։ Ասում եմ հիշում եք, որ ասում էի քարտը իր տանը իր մոտ դրած է։ Քանի տարեկան է, էական չի մարդը։ Թող իր քարտի վրա նստի, ինքը կորոշի ում տա, եթե իրան կանխիկ պետք է, կասի չի բանկոմատից կանխիկացրու, կամ էլ գնա առևտուր արա անկանխիկ արի։ Եվ այս բանը, որ մենք էլի անընդհատ մեզ թվում է, որ մենք ինչ-որ բան ենք անում, որ մարդկանց լավը լինի, չէ, մենք անընդհատ այս կարծիքները ձևավորվում են այն մարդկանցից, ովքեր այդ թոշակների վրա 100 դրամ, 200 դրամ, 1000 դրամ բան են անում, ինչ-որ ձևով աշխատում են, ոչ օրինական, և այդ մեխանիզմը չեն ուզում փակվի, որովհետև այդ փողը ինչքան շատ մարդու ձեռքով անցնի, երևի 100 դրամ էլ ավելի շատ մարդու ձեռքին կհայտնվի։
Եվ հետեւաբար ես առաջարկում եմ հիմա կայացնենք այդ որոշումը, կանխիկ, թոշակ ընդհանրապես չլինի։ Բոլորին անկախ նայից քանի տարեկան է, տանք միայն քարտերի միջոցով։ Եվ այդ նամակը, որ ես ստացել եմ, դրա ապացույցն է։ Դուք այդ դեպքով հետաքրքրվեցիք, իդեպ ինչ բացվեց։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, խնդիրը տեխնիկական էր եղել հայփոստի գումարը տրամադրելու հետ կապված, բայց մի բան ես ասեմ, ձեր վերջին կառավարության նիստերից մեկի ժամանակ ձեր վերջին հանձնարարականները, որ դիտարկենք այս հնարավորությունը, մենք նաև կենտրոնական բանկի հետ ենք քննարկել այնտեղ ինչ տեխնիկական անհաղթելիություններ կարող են առաջանալ նաև մարդկանց անկողնային լինելու եւ այլն իմացով, բայց մենք նաև հայփոստի մեր գործընկերների հետ քննարկումներ ենք ունեցել եւ իրազեկումներ ենք իրականացրել, ես մի հետաքրքիր տվյալ ասեմ, 2024 թվականին կամավոր 14000 այդ մեր սահմանած խմբի մարդիկ 75+ նաև հաշմանդամություն ունեցող կամավոր 14000 մարդ եկել եւ միացել է անկանխիկին առանց օրենքի պահանջի։ Խնդրեմ 14000 մարդ այդ առնվազն այդ կատեգորիայի մարդկանց մեջ գոնե ինչ որ մի հատ տոկոս կլինի 5 կամ 10% կամ գուցե ավելի շատ։ Դե դա է տա նշանակում, չնայած այդ ավելի լավ է, կյանքը անկախ մեր որոշումից ինքը զարգանում է, բայց մի հատ նաև նայենք այդ 14000-ը քանի տոկոս, շուրջ 20% այդ խմբի։ Դե տեսեք, եթե նույնիսկ մարդը անկողնային է, անշարժ է, իր համար ինչ տարբերություն կանխիկ ինչ որ մեկը բերում է փողը հաշվում է դնում կողքի սեղանին կամ դարակին, թե իր քարտը այնտեղ դրած է, այդ փողը նստում է իր քարտին։ Պարոն վարչապետ, որոշակի դեպքեր կան առանձին, ուղղակի չեմ ասում, որ սա կարելի է տարածել բոլոր դեպքերի վրա, բայց դեպքեր կան, որ վստահության պակաս ունեն քարտը եւ քարտի կոդը տրամադրել, միգուցե այն դեպքում, երբ որ ինքը 1000 դրամ վստահության պակաս չունեն, որ մեկը իր փողը բերում է, հաշվում է, ասում է՝ «Տատի ջան, այսքան է, դրի ստեղ»։ Հետո ինքը հաշվում է այդ փողը։ Կամ ամեն օր վերակենում հաշվում այդ փողը։ Վստահության պակաս ունեն, այդ հետո արձանագրվում է ով, երբ, որտեղ ինչքան օգտագործեց։ Հետո հետագծելիություն կա դրան։ Ես զարմանում եմ մեր վրա։ Իրոք զարմանում եմ մեր վրա։ Լավ կքննարկենք գործընկերների հետ, փորձենք այդ Շատ լավ քննարկեք։ Ես չեմ ուզում մտասևեռում բերեմ, քննարկեք։ Մենք ասացիք 14000 մարդ գնացել է, այդ խնդիրը լուծել է, ենթադրում եմ, բայց մենք մարդկանց կյանքը ուղղակի բարդացնում ենք։ Շատ լավ, ուրեմն այդ ուղղությամբ էլ մտածենք, որ ես չեմ պատկերացնում ինչ անհաղթահարելի դեպք կլինի, որ մենք մարդուն ասում ենք անկանխիկ եղանակով։ Դա ապահովա չեն կարող գողանան, քարտը կարան գողանան, բայց գողացան, մինչև թիվը չունենան, չեն կարող հանեն, չէ՞ այդ գումարը։ Ի տարբերություն կանխիկի։ Շատ լավ, համեն դեպս արձանագրենք, որ հետվճարի մեխանիզմը հաջողված է եւ մենք պետք է այն զարգացնելու ուղղությամբ մտածենք եւ ես առաջարկում եմ, որ սա իմիջիալոց մեր ճկունությունն էլ կմեծացնի, որ մենք թոշակների բարձրացման այլ մեխանիզմ ունենանք եւ այդ մեխանիզմը օգուտներ կբերի։ Այստեղ ես ուզում եմ հիշեցնեմ, որ մենք ժամանակին այդ թեման ես տենց էլ լավ չհասկացա։ Մենք այդ գործարքների տոկոսների կապված բանկերի հետ ինչ որ պիտի պայմանավորվել ենք, ինչ ենք արել, անում ենք, չենք անում, որովհետև դա էլ է հարց, որովհետև իհարկե այդ արդար չի, բայց երբեմն մեզ մեղադրում են, որ մենք բանկային համակարգի լոբինգն ենք անում, որ բանկերը ավելի շատ փող աշխատեն, բայց անկախ ամեն ինչից մենք պետք է միատեսել տեսնենք այդ տոկոսների եւ այլնի, մենք պայմանավորվել ենք, որ համակարգված տվյալ պիտի տակ, չէ՞։ Հա, պարոն վարչապետ, այդ տվյալները կտանք շատ մոտ ժամանակներս, բայց ես ուզում եմ շեշտել, որ մարդկանց վրա ամեն ինչը 0 է։ Խոսքը բիզնեսի կողմի մասին է, որտեղ բիզնեսի կողմը։ Այսինքն թոշակառուների Չէ, ցանկացած մարդ, որը քարտով վճարում է 0% է, ինքը բացարձակ ոչ մի ծախս չունի դրա հետ կապված։ Այնտեղ բիզնեսի թեմաներ, որ մենք պիտի նայենք միասին, այդտեղ էլ որոշակի հիշում եք լուծումներ էինք տվել, որ բիզնեսի համար մոտարապես 40 քանի հազար անվճար տրվել էր իրանց բանկերի կողմից սոցիալական խնդիրները մեղմելու համար։ Շատ լավ։ Եթե չկան այլ դիտարկումներ, քվեարկենք հարցը։ Ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։